Բարի լույս բոլորին, այսօրվա մեր հերոսը փոքրիկ, բայց շատ ուժեղ Լուսենա, ով այսօր կհնչեցնի իր ծնողների հետ հաղթական զանգը ու կազդարարի իր բուժման ավարտը, զանգը տուր Լուսե ջան։ Լուսեի մոտ ունեինք մեդուլոբլաստոմա ախտորոշումը, բարձր ռիսկի խմբի, պայմանավորված նեղտարիքով, հյուսվածաբանական առանձնահատկություններով և եզակի բայց մետաստազների առկայությամբ, որը բավականին բարդ հիվանդություն է մանկական ուռուցքաբանության մեջ, բուժման տեսանկյունից էլ ու պահանջում է մուլտիդիսցիպլինար լուրջ աշխատանք, ներառելով նյարդավիրաբույժներին, մանկական ուռուցքաբաններին, ինչպես նաև այս պարագայում ոսկրածուծի փոխպատվաստման թիմին։ Ի սկզբանե Լուսեի մոտ ախտորոշման կասկածից անմիջապես հետո իրականացվել է վիրահատություն, նույնիսկ կրկնակի վիրահատություն, ուռուցքը ամբողջությամբ հեռացնելու ուղղությամբ և նաև առկա մետաստազները հեռացնելու ուղղությամբ, որը շատ կարևոր նշանակություն ունի հիվանդության հետագա կանխատեսման տեսակետից, քանզի լիարժեք և ճիշտ իրականացված վիրահատության պարագայում, որպեսզի որը Լուսեի պարագայում էր, կանխատեսումները և բուժման հաջողության հասնելու հավանականությունը շատ ավելի մեծ է, որից հետո Լուսեն մոտ 6-7 ամիս քիմիոթերապիայի բավականին ծանր 5 բլոկեր է ստացել, որին հաջորդել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը և հիմա ունենք բարեբախտաբար այն արդյունքը, ինչին որը ձգտում էինք, այսինքն լիարժեք ապաքինում և իհարկե առաջիկա 5 տարիների ընթացքում երեխան գտնվելու է հսկողության տակ, պարբերաբար իրականացվելու են հետազոտությունները, բայց հուսանք, որ ապագայում ևս ավելի շլեխ կլինի։ Այստեղ ստեղծվել այն պայմանները, որ մենք մնալով երկար օրեր զգում ենք մեզ տանը։ Այո, կան բաներ, որ տանը ավելի ջերմ է բնականաբար, բայց քանի որ այստեղ ենք, որպեսզի երեխան բուժվի, ու մենք այսօր տեսնում ենք այդ բուժման լիարժեք ավարտը, միայն կարող եմ ասել շնորհակալություն, անկեղծ չեմ կարողանում մտքերս հավաքել, ու այն գործը, որը դուք անում եք, սիրելի բժիշկներ, ոչ ոք չի մոռանա, դուք երկրորդ կյանք եք տալիս մեր բալիկին։ Հայաստանում 2024 թվականի տվյալներով կարող եմ ասել, որ գրանցվել է մանկական քաղցկեղի ավելի քան 110 դեպք, ընդհանուր եւ արյունաբանական եւ սոլիդ հիվանդությունների շարքում որպես այդպիսին, ու հարկ է նշել, որ որոշակի աճ, որը որ նույնիսկ կարելի ասել գրանցվել է, որտեղ նախկինում մոտավորապես կազմում էր 80-ից 100 դեպք, ես չեմ համարում սա, այսինքն ամբողջ բժշկությունը սա աճ չի համարում որպես այդպիսին հիվանդություն, պարզապես իրազեկվածությունն է ավելացել, դիմում են բժշկի, բուժման մեթոդների հասանելիությունն է ավելի դառել պացիենտների համար, թերևս այդքանը։ Ինչ վերաբերվում է հիմնական պատճառներից, հայ ծնողների հիմնական հարցը այն է, որ որն է եղել պատճառը, որ զարգացել է երեխայի մոտ քաղցկեղ, սա թերևս ամենատարածված հարցերից մեկն է։ Պատասխանը այն է, որ նույն ժառանգականությունը կամ արտաքին միջավայրի ազդեցությունը բավական փոքր մաս է կազմում պատճառների և հիմնական մաս դեպքերում պատճառը, թե ինչի է երեխայի մոտ զարգացել քաղցկեղ, մնում է անհայտ։ Եվ այո, կան որոշ նախանշաններ, օրինակ, թե ծնողները երեխայի մոտ նկատում են թուլություն, հոգնածություն, գունատություն կամ որևէ գոյացություն մարմնի ցանկացած հատվածում, ապա այս դեպքերում պարտադիր պետք է դիմեն բժշկի, որի շնորհիվ էլ հենց հնարավոր կլինի վաղ ախտորոշել այս հիվանդությունը։ Շատ զգացմունքային, էմոցիոնալ մեր համար օր է, հնարավոր է, որ բառերը իրանց ճիշտ տեղը չգտնեն, բայց վստահ եմ, որ մեր ընկերները կարող են ճիշտ հասկանալ և իմ խոսքի ամբողջ փիլիսոփայությունն ընկալել։ Իրականում ընդամենը 1 տարի առաջ էր, և մենք անհոգ ապրում էինք մեր բալիկների հետ, և այս ծանր հիվանդությունը Լուսեից դուռը թակեց, անհապաղ կատարվեց վիրահատությունը և վիրահատությունն ասացին, որ փառք Աստծո լավ անցել է, լիարժեք անցել է, բայց չգիտեինք, որ էլ ավելի ծանր հենց այդ քիմիաթերապիան պիտի լիներ մեր համար, որը մենք միշտ լսում ենք, եթե քիմիաթերապիա է, ապա ինքը կարծես թե մահվան դատավճռի պես բան է, բայց այսօր փառք ենք տալի Աստծուն,
պրոֆեսիոնալ բժիշկների շնորհիվ, ինչպես նաև մեր բոլոր անձնակազմի բուժքուրից մինչև այն մարդիկ, ովքեր Լուսեիս բուժման կյանքում ունեցան մեծ ավանդ։ Դուք անում եք մեծ գործ, Աստծով։ Իրապես, առանց հարցնելու այդ ծնողը այդ պահին ինչքանով է պատրաստ կամ ոչ պատրաստ։ Շնորհակալ ենք ձեզ, թող ձեր անունը, բարի համբավը բարձրանա, նաև բոլորն իմանան, որ դուք անում եք մեծ գործ։ Եվ մեր համար, մեր, չգիտեմ, ուսադիրից ցածր չի գովել արժևորել։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Բոլորը շնորհակալ եմ։ Դուք բոլորդ հույսով մնացեք, այստեղ իրոք ընենց անձնակազմա ու Աստծո զորությամբ իրենց մասնագիտական որակավորման վրա մեծ զորությունով ազդել է։ Շնորհակալ ենք, խոնարհաբար, բոլորից հետ շնորհակալ եմ, անչափ, շատ շնորհակալություն։ City of Smile հիմնադրամը ամբողջությամբ ֆինանսավորում է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին եւ մինչեւ 25 տարեկան երիտասարդներին, այսինքն այն ամենը, ինչ որ դուրս է մնում պետպատվերի շրջանակից, ամբողջությամբ հոգում է City of Smile բարեգործական հիմնադրամը։ Ցավոք այսօր իհարկե այդ ծավալը բավականին մեծ է եւ կարիքը իսկապես շատ մեծ է, բայց այնուամենայնիվ շնորհիվ մեր շատ հոգատար եւ մեծահոգի բարերարների, անհատների, ընկերությունների, որոնք անտարբեր չեն այս խնդրի նկատմամբ, այսօր մենք կարողանում ենք ֆինանսավորել եւ շարունակել ֆինանսավորել բոլոր երեխաներին, որոնք ունեն այդ ախտորոշումը, այսինքն մենք չենք ընտրում կախված ինչ որ այլ հատկանիշներից, ասենք, չգիտեմ, բազմազավակ ընտանիք կամ այլ խոցելի ընտանիք, բոլոր երեխաները, ովքեր ախտորոշված են, ստանում են City of Smile հիմնադրամի աջակցությունը։ Մինչ օրս մենք արդեն աջակցել ենք 900-ից ավելի երեխայի, ֆինանսավորել ենք նրանց բուժումը եւ մինչ օրս հիմնադրամը 2 միլիարդ դրամից ավելի գումար է տրամադրել երեխաների բուժման համար, բայց հատկանշականը, որ ուզում եմ ասել եւ որը շատ ոգեվորիչ է մեզ համար, որ երեխաների շրջանում մենք ունենք շուրջ 70% բուժվելիություն եւ դա իսկապես շատ բարձր եւ լավ ցուցանիշ է մեզ նման երկրի համար։ Թող բոլորը երեխեքն ու մամաները, որ այստեղ կանգնած են, բոլորը հերթով այսօրը վայելեն ու իրաց նկարը կախեն։ Հավատալ բժշկին, հավատալ Աստծուն, հավատացեք, անպատասխան չի մնալու, ոչ մի հավատացեք։ Մենք անայն մենք ուրիշներին ասում ենք Տեր Աստված գալու է այդ օրը